Շնորհակալ եմ շատ այս հնարավորության համար, մեծարգո պարոն նախագահ, Սահմանադրական դատարանի արգելի նախագահ, օրենսդիր գործադիր դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորիդ։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ արդարադատության եւ այլ ոլորտների հարցերի առնչվելիս մենք ավելի ու ավելի պետք է խորանանք եւ հասնենք հայեցակարգային հիմքերին հարցի, որովհետեւ այս ֆորմատով ես ճիշտն ասած չեմ հիշում, սա մեր երկրորդ թե երրորդ հանդիպումն է, բայց տեսեք ցանկացած հարցի եւ մասին խոսելիս եւ լուծումներ գտնելիս մենք պետք է հայեցակարգային հիմքերին հասնենք խնդրի էության, այսինքն կոպիտ ասած ինչ ենք մենք ուզում ընդհանրապես, որևէ ոլորտում մեր ուզածը ինչ է, կարելի է հնարավոր այդ մեր ուզածը ձևակերպել մի նախադասությամբ։ Հաջորդը, իսկ ինչու ենք հենց դա ուզում եւ ոչ թե մեկ այլ ուրիշ բան։ Եվ ինչ խնդիր ենք ուզում լուծելով այս երկու հարցին պատասխանելով եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ես գիտեք եւ հույս ունեմ, որ մեր գործընկերները կանդրադառնան, ես մտածում եմ, որ մասնավորապես մեր կառավարության եւ խորհրդանական գործընկերների հետ նախապես այս թեմայով քննարկում ունենալ, բայց հետո մտածեցի, որ չէ, ավելի լավ է կենթանի տեղում ոնց կստացվի, թող տենց էլ ստացվի։ Ես կարծում եմ, որ այդ թվում արդարադատության ոլորտում մենք հիմնական հասկացությունների ճշգրտման հարց ունենք։ Օրինակ, ես փորձեցի գտնել մեր իրականության մեջ ձևակերպված ընդհանրապես ինչ է արդարադատությունը։ Այսինքն կա որևէ տեղ, որ մենք ասել ենք արդարադատությունը հետևյալն է, կամ ինչ է արդարությունը, որովհետև շատ կարևոր են այս հարցերը, գիտեք, բոլորը պահանջում են արդարություն եւ բոլորը պահանջում են արդարադատություն։ Այսպիսի որևէ մարդ չկա Հայաստանի Հանրապետությունում, որ ասի ես պահանջում եմ անարդարություն, կամ ես պահանջում եմ հակաարդարադատություն, բոլորը պահանջում են արդարություն եւ արդարադատություն, բայց կարևոր է հասկանալ, իսկ դրանք ինչեր են, որն է մեր հանրային պետական ընկալումը արդարության եւ արդարադատության մասին, ինչ խնդիր ենք մենք ուզում լուծել արդարությամբ, կամ տեսեք այսօր հնչեց դատավորի խիղճ, դա ինչ է, իսկապես կարող է շատ աբսուրդ հնչի, ինչի մենակ դատավորի, վարչապետի, պատգամավորի, նախարարի, դա ինչ է, հնարավոր է դա ինչ-որ ձևով մոդելավորել, ձևակերպել, նկարել, անիմացիայի ենթարկել եւ այդպես շարունակ, կամ ֆունդամենտալ ուրիշ հարցեր, ով է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության պատասխանատուն, արդարադատության ընդհանրապես պատասխանատուն ով է, երկրորդը, ինչպես է նա կրում այդ պատը, եթե նույնիսկ որոշեցինք, որ այս ինչը կամ այն ինչ մարմինն է, կամ անձն է, կամ չգիտեմ, ինչպես է նա կրում այդ պատասխանատվությունը, ընդհանրապես դատական եւ արդարադատության համակարգի լեգիտիմությունը որտեղից է բխում, որտեղից է որոշվել, որ այս ինստիտուտը կամ մարդկանց այս շրջանակը կարող է իրականացնել արդարադատություն, որտեղից է բխում այդ լեգիտիմությունը, Հանրապետության նախագահի ելույթի մեջ խոսեց սահմանադրության եւ սահմանադրության իրականացման մասին, որովհետեւ ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության մի աղբյուր գոյություն ունի, այդ ժողովուրդն է, եւ հաջորդ աղբյուրը սահմանադրությունն է եւ հաջորդը սահմանադրությունից բխող իրավակարգը։ Իսկ եթե պարզվի, որ ժողովրդի եւ սահմանադրության արանքում խզում կա, չի ստացվում արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված ընդհանրապես իրավակարգը լեգիտիմության խնդրեմ ունի։ Այսինքն որևէ բան, ես գիտեք ինչի մասին եմ մտածում, որ ընդհանրապես պետությունը իրավունքներ եւ ազատություններ ապահովելու համար պետք է գնա սահմանափակումների։ Ինչու է պետք գնալ սահմանափակումների, որովհետեւ առանց սահմանափակելու հնարավոր չի ապահովել ազատություն։ Պատկերացրեք, ոչ մի սահմանափակում, ոչ մեկը ոչ մի սահմանափակում չունի։ Դա կվերածվի քաոսի եւ ոչ մեկի իրավունքը եւ ազատությունը հնարավոր չի լինի բան անել,
ապահովել։ Բայց մյուս կողմից սահմանափակումը ինքը լարում է առաջացնում քաղաքացիների, մարդու եւ պետության միջև լարում է առաջացնում բոլոր դեպքերում, որովհետեւ ոչ մեկին հաճելի չի, որ իր նկատմամբ հարկադրանքի միջոց են ձեռնարկում, իրան տուգանում են, իրան դատում են եւ այլն, իրան ասում են, որ գիտես ինչ, ես կարմիր լուսի տակ կկանգնես, տեղով փողոցի չանցնես, այլնդեղով, դա ման է, դիսկ կամ պետք է հարկ վճարես, որովհետեւ մարդը ասում է աշխատել եմ այսքան ինչի պետք է իմ բանի 1000 դրամի 200 դրամը տամ բանին բյուջեին ու սա լարում է առաջացնում միշտ բոլոր դեպքերում ես միշտ սրա մասին մտածում եմ ու իմ կարծիքով լարման այս լարումը կառավարելու միակ ձևը այն է երբ որ քաղաքացին համարի որ դա ինքն է որոշել եւ ինքն է իրանից է բխում այդ իրավիճակը, որ գիտես ինչ, մենք պայմանավորվել ենք մի քաղաքացի եւ քաղաքացիների ամբողջությունը, որ մենք պայմանավորվել ենք, որ այս կանոններով մենք ապրում ենք, հետեւաբար այդ կանոնների մեջ գործող հարկադրանքի կանոններն էլ, հա, ես ընդունում եմ, դե հիմա դա իմ ընդունած կանոնն է։ Իմ ընկալման մեջ ամենամեծ, տեսեք, մենք շատ լավ է, որ անդրադառնում ենք այս խնդրին, գործերը բան անեն, արագ լուծում ստանան եւ այլն, որը հիմա մենք արդեն ունենք որոշակի պատկերացում, թե դա ոնց պետք է անենք եւ արդեն Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ցույց տված օրինակ քաղաքացիական դատարանի հետ կապված շատ տպավորիչ էր, որ ու անսպասելի ճիշտն ասած, բայց մենք մի X պահի պետք է բովանդակությանն էլ անդրադառնանք, որովհետեւ այդ թվերը բովանդակությանը չեն անդրադառնում։ Մարդու համար ինչ տարբերություն այն որոշումը, որ ինքը համարում է, որ այդ որոշումը լեգիտիմ չի, մի ամսում են կայացրել թե 6 տարում, բացարձակապես տարբերություն չկա, որովհետև եթե նույնիսկ մի 15 օրում կայացնեն կամ մի ամսում, մարդու զգացողությունը դրանից չի փոխվելու, եթե ինքը իրան ներսում չասի, որ գիտես ինչ, հա, սա իմ պետության, իմ հաստատած իրավակարգի, իմ դեմ կայացրած որոշումն է, եւ հետեւաբար սա իմ կայացրած